2025 թվականի ապրիլին Հայաստանում միջին աշխատավարձը կազմել է 304,992 դրամ։ Այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում։ Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ 2018 թվականի ապրիլին այդ ցուցանիշը կազմել է 173,996 դրամ։ Աշխատավարձի միջին աճը կազմել է 130,000 դրամ կամ 70%, ասել է Փաշինյանը։ Նրա խոսքով ընդհանուր գնաճը նույն շրջանում կազմել է 25%։ 2024 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ճանապարհային ցանցի բարելավմանն ուղղված ծախսերը կազմել են 105 միլիարդ դրամ, ապահովելով պետբյուջեի նախնական ծրագրի 88,2% կատարողական։ Ծախսերի թերակատարումը հիմնականում պայմանավորված է պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման միջոցառման կատարողականով 89,3%։ Այս միջոցառման շրջանակներում 2024 թվականին հիմնանորոգվել է 105 կիլոմետր երկարությամբ մարզային նշանակության ավտոճանապարհ, ի սկզբանե նախատեսված 130 կիլոմետրի փոխարեն, ինչպես նաև իրականացվել են 109 կիլոմետր հանրապետական նշանակության, նախնական պլան 110 կիլոմետր եւ 119 կիլոմետր միջպետական նշանակության, նախնական պլան 100 կիլոմետր ճանապարհների հիմնանորոգում։ Հյուսիս-հարավ միջանցքի զարգացման ծրագրի շրջանակներում իրականացված ծախսերի շեղումը նախնական ծրագրից հիմնականում պայմանավորված է արտարժույթի կանխատեսված ու փաստացի փոխարժեքների տարբերությամբ։ Սիսիան քաղաքում ավելի ընդարձակ ու ժամանակակից տարածքում իր աշխատանքն է վերսկսել Յունիբանկի մասնաճյուղը։ Այն գտնվում է քաղաք Սիսիան Իսրայելյան փողոց 6 կոտորակ 2 հասցեում։ Մասնաճյուղում ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները, ինչպես անհատ, այնպես էլ կորպորատիվ հաճախորդների արագ եւ հարմարավետ սպասարկման համար։ Մասնաճյուղը մատուցում է բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ, սպառողական եւ բիզնես վարկերի տրամադրում, ավանդների եւ հաշիվների բացում, միջազգային դրամական փոխանցումներ, այդ թվում UBPay համակարգի միջոցով, ներդրումային գործիքներ, բազմարժութային բանկային քարտեր եւ այլն։ Մասնաճյուղում տեղադրված է ինքնասպասարկման տերմինալ եւ հերթերի կառավարման համակարգ, հաճախորդների ժամանակը խնայելու համար։